Երևանում հունիսին անցկացվել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Այն նախագահել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։ Նիստի օրակարգային հարցերի թվում են եղել ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։ Էդգար Զաքարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը եւ լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում հունիսին տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին ներկա են եղել նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվել են հիմնադրամի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների եւ անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև 2025 թվականի գործունեության մասին հրապարակվող եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետք ներկայացվող հաշվետվության նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականի ամփոփ բյուջեին եւ պահպանման ծախսերին։ Բրյուսելում կապակցվածության օրակարգի հարթակի բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՏԿ նախարարությունից։ Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ կայան եւ Մարգարա կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։ Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն, անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու եւ նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։ Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում եւ նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի որպես հուսալի տրանսպորտային եւ լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաեւ Եվրոպական միության կապակցվածության օրակարգի առաջ մղմանը։